Հիմա մի քանի օր 2 օր առաջ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Հայաստանի Հանրապետության դե ֆակտո վարչապետին ընդունել է, դրա հետ կնքել է ռազմավարական համագործակցության վերաբերյալ հուշագիր, այսինքն ոչ մի բանի մասին թուղթ, եւ վերջապես տվել է նրան մրցանակ։ Մրցանակը պաշտոնապես կոչվում էր Ղազախստանի, ժողովուրդների առաջ բացուցած ծառայությունների եւ այլն համար։ Շատ սիրուն մրցանակ դն։ Հիմա внимание вопрос։ Բրիցա։ Չէ։ Բայց իսպաներեն է։ ¿Por qué? Ինչու համար։ Որովհետեւ դա չեն կարող տալ Էրդողանը եւ Ալիևը։ Այսինքն խորը արտաքին լեգիտիմացման, էլի հիշենք, լեգիտիմություն բառը, որ ես օգտագործում եմ, չեմ կարողանում չհիշել։ Եթե թույլ տաս մի քիչ խորը գամ, որովհետեւ երևի թե վերջին հարցերից մեկն է։ Փաշինյանը գտնում է այնպիսի իրավիճակում, որ այլևս ունի, որ ներքին լեգիտիմացման ռեսուրս իրան չի հերիքում։ Այսինքն իր աջակցության բազան, որին որ փորձում է տալ ծավալ այնպես ինչպես որ վաղաշաբաթի ընտրություններին տվեց լեգիտիմ իրավունք եկեղեցու վրա արշավելու, դա բանն է, էլի վիրտուոզ պետք է լինես, որ դա կարողանաս ձևակերպել որպես այդպիսին։ Ինքը ունի շատ մեծ դեֆիցիտ լեգիտիմության եւ ամենավատ բանը նա է, որ ինքնիշխան երկրի ղեկավարը փորձում է նաեւ այդ լեգիտիմության արտաքին բազաներ գտնել։ Արտաքին բազաները շատ քիչ են։ Եվ այդ արտաքին լեգիտիմացման աղբյուրները ի տարբերություն 2-3 տարի առաջվա այլևս քիչ են, որտեղ դիրքերը զիջվել են շատ։ Եվ այնուամենայնիվ պրոյեկտը դեռ շարունակվում է, նոր Հայաստան ձևակերպելու պրոյեկտը դեռ շարունակվում է, 4-րդ հանրապետություն ձևակերպելու պրոյեկտը դեռ շարունակվում է, բայց այդ լեգիտիմությունը այնքան է անգել Արցախի կորստի եւ այլ մյուս բոլոր հիմա դրանք չնշենք ժամանակ չունենք երևույթների արդյունքում, որ շատ հեղեղուկ է ներքին բազայի վրա միայն հենվելը առանց արտաքին լեգիտիմացման։ Այդ շքանշանը, որ կախվում է, դա արտաքին լեգիտիմության, այսպես ասած, շղարշ է։ Ղազախստանն է դա տալիս, թե հիմա գալիս է, որը որ ցուցադրվում է հայ հասարակությանը որպես այն գործողությունների, որոնք որ տեղի են ունենում Հայաստանում, արտաքին աջակցության պատրանք եւ պատահական չի, որ այդ գործոնը եւ ակտորը եղավ այս պարագայում Տոկաևը։ Ո՞ա Տոկաևը կամ ինչ հարաբերություններ ունեն առհասարակ Հայաստանը եւ Ղազախստանը, այն էլ ֆորմալ երևույթներից դուրս, հա, միութենական երևույթներից դուրս, ոչ մի Այնտեղ էլ չունեն միութենական։ Այնուամենայնիվ վերջին 4-5 տարիների ընթացքում Տոկաևը կարողացել է ձևակերպել մի այնպիսի քաղաքականություն, որը որ շատ մեծ կոմունիկացիայի մեջ է գտնում թե Թուրքիայի թե Ադրբեջանի կողմից, այսինքն այնտեղ եւ ֆորմատները երկկողմանի հարաբերվելու թե խորհրդարանական մակարդակով, թե դիվանագիտական մակարդակով, թե տնտեսական մակարդակով, թե էթնիկական եւ մշակութային եւ քաղաքական մակարդակներով շատ մոտիկ են, ամրացած են։ Թուրանական կոչվող երևույթի մոտ ներկայությամբ այդ բառը քիչ դժվարանում եմ օգտագործել։ Եվ այսպիսի իրականության մեջ, այո, ինքը այս պարագայում Տոկաևը ոչ թե հանդես է եկել որպես Ղազախստանի նախագահ, այլ թուրանական լոբիստ։ Դուք հիշում եք թուրանական աշխարհի լոբիստ, որի վրա ներողություն եմ խնդրում, որի վրա այս պարագայում եւ այս ժամանակահատվածում դրվել է այդ վարժությունը ուղղակիորեն անելու ֆունկցիա։ Խոսքը շարունակելով սիմվոլիկ քայլ է, այդտեղի տենց ասենք, էլի։ Հիշեք նախկինների ժամանակ ներկա իշխանությունների ներկայացուցիչներով ու աջակիցներով։ Հիշում եք ինչ շուխուր բարձրացրեցին հապկի շուրջ, որ ինչու է Սերժ Սարգսյանը գնացել նստել մի սեղանի շուրջ Ղազախստանի նախագահի հետ, որը լինելով հապկի անդամ բաց աջակցում է Ադրբեջանին եւ ադրբեջանական շահեր է սպասարկում։ Կարծում եմ այդ դրվագը, եթե չեք հիշում, հիշեցնենք էլի բոլորս միասին եւ որևէ խնդիր հիմա իրենք չեն տեսնում, որովհետեւ Ղազախստանը ոչ միայն շարունակում է Ադրբեջանին, այսպես ասած, support անել, մաքսիմալ խորացնում է, այդ թվում նաև թուրքական աշխարհի իրենց գաղափարախոսության շրջանակներում, ես ու Վարժան դրա մասին շատ հաճախակի եւ քննարկումների մեջ խոսում ենք, թե ինչպես է Թուրքիան փորձում կոնսոլիդացնել եւ կենտրոնական Ասիան, Ադրբեջանի հետ կոմունիկացիայի մեջ եւ
տնտեսական ոլորտում այդ նույն միջին միջանցքի միջոցով եւ կանոնական եւ լեզվական, մշակութային, սկսած իրենց, չգիտեմ, բանից, ալֆավիտից, ընդհանուր այբուբենից եւ այլն։ Այսինքն բոլոր ոլորտներում ռազմական համագործակցության համատեղ զորավարություններ եւ այլն, հա, թուրքական աշխարհի այդ միավորման եւ Ղազախստանը դրա գլխավոր դերակատարներից մեկն է, հա։ Այդ ոչինչ, այդ օքեյ է եւ որևէ խնդիր չեն տեսնում, օրինակ Տոկաևից այդ Դե բայց օրինակ Բելարուսի դեմ պայքարում են, բայց լսի Բելարուսի դեմ էլ, կստացի, ասեմ, միանշանակ չի, որովհետեւ երբ որ մայիսի 9-ին գնում եւ նստում է շատ հանգիստ խրող դեմքով Լուկաշենկոյի կողքը, էլի իր աջակիցների 0 ռեակցիա, հա, այդ ամեն ինչին, որ կարար չգնար, օրինակ որտեվ Ալիևը որոշեց եւ չգնաց, այսինքն իր զորախումբը ուղարկեց շքերթին մայիսի 9-ի, բայց ինքը չգնաց, չներկայացավ, այսինքն ինքը իր դեմարշը կարողացավ անել այդ դեմարշը։ Դու որ ասում ես աջակից ում նկատի ունես, Փաշինյանի աջակիցները։ Դե այդ իրա Այսինքն դու ինչ ես անում հիմա Օհանավանքի մոտավորապես աջակիցների վրա դնում ես, որպեսզի նրանք պրետենզիա ներկայացնեն, թե ինչի է նստել Բելարուսի նախագահի կողքին։ Կամ Կասիմ Ժոմարտ Տոկաևի, պատկերացրու այդ մի անունը։ Ես իրանցից որևէ ակնկալիք սպասում ես կյանքում այլևս չունեմ, բայց զուտ այդ երկակի ստանդարտներն է ուզում ֆիքսեի, որ ինքնիշխանները որտեղ պետք է, իրանք ինքնիշխան են, որտեղ պետք չի, իրանք շատ արագ մոռանում են այդ ինքնիշխանության մասին, իսկ դա հերթական ինքնիշխանության մասին միֆն է, որը քննարկեցինք եւ այլ բառերով ասած մենք այդ իմաստով էլ նաեւ տեսնում ենք, որ այդ սենդվիչը, որի մեջ մեզ գցել են թուրքական, այսինքն այս կողմից Թուրքիա եւ մասամբ կարող ենք ասել Ադրբեջան եւ մյուս կողմից կենտրոնական Ասիա, որի վրա Թուրքիան ու Ադրբեջանը աշխատում են, ինչքան այնտեղ ուժեղանում է թուրքական ազդեցություն, այնքան մեզ սեղմելու հնարավորություններն են մեծանում, այսինքն այդ դրան դիմադրելու նաեւ հնարավորություններն են փոքրանում ու խոշորաշով պատահական չի, որ նույն այսպես կոչված Միջանցք եւ մնացած այլ բաների ձևաչափերում հիմնականում թուրքերը փորձում են անդադար շահառու որպես ներգրավեն Ղազախստան, Թուրքմենստան եւ այլ երկրները եւ միևնույն ժամանակ այս տաղավարում առիթներ եղել է ասելու պատահական չէ որ մենք անկախությունից ի վեր մինչև 2018 թվականը հետևողականորեն աշխատում ենք միջինասիական երկրների հետ, որպեսզի այնտեղ չթողենք թուրքական ազդեցությունը մեծանա, որպեսզի այդ երկու կողմից ճնշումը հնարավորինս քիչ լիներ եւ էլի պատահական չի որ դե ֆակտո իշխանությունները որ այն ժամանակ ընդդիմություն էին հիշում եք ինչ աղմուկ էին բարձրացնում ոչ միայն Ղազախստանի թեմայով այլ օրինակ Թուրքմենստանի թեմայով երբ որ Թուրքմենստանի նախագահը եկել էր Հայաստան եթե չեմ սխալվում 2013 թվականին ես հիշում եմ որ իրենց այդ բոլոր քարոզիչները, իրենց մեդիաները եւ այլն գրում էին ասում են ոնց կարելի է աշխարհի գլխավոր ավտոկրատ բանին, ղեկավարին Գուրբենգուլի Բերդիմուխամեդովներ այդ ժամանակ, նո հիմա էլ է ինքը, բայց ֆորմալ ինքը չի։ Ուրեմն իրան ոնց կարելի է հոտնկայց ծափահարել։ Բայց ըստ էության մենք այդ գործը անում ենք ոչ թե որովհետեւ Գուրբենգուլի Բերդիմուխամեդովը մեր աչքի լույսն էր, որովհետեւ եթե դու չես աշխատում Թուրքմենստանում, նրա վրա որ Թուրքմենստանը շարունակի չեզոք պետություն մնալ ու չլինել թուրքական Արմենիակում, դու ստանում ես պրո-թուրքական Եվ դա ասում էին մարդիկ, որոնք այսօր ժպիտով նկարվում են Էրդողանի գրքի հետ։ Բնականաբար, հա։